Երկրորդ բանը, որ ուզում եմ ասեմ, որը մեզ շատ եւ շատ կօգնի, ոչ թե մեզ, սա վերաբերում է բոլորին, հայությանն է վերաբերում, ազգերին։ Այս ժամանակների տարածված չկոտրվելը եւ չվիրավորվելը։ Ինչքան շատ ենք մենք մարդիկս կոտրվում ու վիրավորվում։ Ինչքան բաներ չենք ձեռնարկում, ինչքան բաներ չենք էլ չենք անում, չենք ծրագրավորում, էլ չենք ուզում տեսնենք, գնանք, նայենք, անենք, լինենք, որովհետև կոտրվում ենք։ Գիտեք, եկեղեցի ինչքան մարդ չի եկել մեկ տարվա ընթացքում, որտև կոտրվել է։ Ինչից, որ մեկ ասել է ստեղ նստի, որ մեկ ասել է կլինի ստեղ նստեք, որ մեկ ասել է մի րոպե ես անցնեմ։ Լիքը սենց օրինակներ կարամ բերեմ։ Սա եկեղեցու համար չեմ ասում, մարդը ընդհանրապես կյանքում եւ առօրյայում անընդհատ կոտրվում է, վիրավորում է, կոտրվում է։ Սիրելիներ, ոչ մեկից վրեժ չենք լուծի մեր նեղանալով, ոչ մեկին չենք պատժի։ Ասում է, եթե դու նեղանաս ինչ որ մեկից, դա նման է, որ դու թույն խմես, սպասես դիմացինի մեռնելու։ Դա ինձ է թունավորում, դա ոչ մեկին չի վնասում։ Սրանք բաներ են, որ փակում են երկինքը, Աստծո ձայնը լռեցնում են, օրհնություններ են փակում, կապ չունի մարդը ով է, սերներ։ Անարգելը եւ երկրորդը վիրավորվելը։ Հիսուսը ինչ արեց մեզ համար, իր կյանքը տվեց, երբ որ մենք դեռ մեղավոր ենք։ Ճիշտ նույն ձևի մենք էլ, սա հոգևոր օրենքներ եւ սկզբունքներ է։ Ինչ անել։ Շատ տարօրինակ կարող է թվալ ձեզ, բայց մի բան պիտի մարդանի, որոշի չվիրավորվել եւ չկոտրվել։ Ոնց տենց, հենց այդտենց սեներ։ Որոշում ունենա, ես չեմ կոտրվելու եւ ես չեմ վիրավորվելու։ Ցավոք սրտի, երբ որ ասում են բաներ կա եւ աշխարհի վրա եւ հոգևորներս էլ գալով եկեղեցում ավելի փխրուն ենք դառնում։ Գիտեք ինչ ասում ենք, որտեվ մենք հոգևոր ենք, ախր պիտի հարգեն, ախր ես հոգևոր եմ, նայեք ես ինչքան բաներ ուրիշ ձև եմ, իմ դրության մեջ պիտի սեներ, ոչ մեկ պարտավոր չի մեր դրության մեջ մտնելու։ Ոչ մեկ պարտավոր չի օրինակի համար գնահատելու այն, որ մենք որոշել ենք սուրբ լինենք, որոշել ենք մաքուր լինենք, ոչ մեկ։ Սպասելիքները ինչքան մեծանում է, վիրավորանք այնքան մեծանում է սեներ։ Ինչքան սպասելիքները շուրջից մեծանում է, կոտրվածությունը։ Մի կոտրվի։ Որոշիր, ես չեմ կոտրվելու, որոշի, ես չեմ վիրավորելու։ Դա այնքան ուժեղ է դարձնում մարդուն։ Ով է զորացնում քեզ քո որոշումների մեջ, Աստված սիրեր։ Սուրբ Հոգին զորացնում է մարդուն իր ճիշտ որոշումների մեջ։ Բացի դա, չկոտրվել, չվիրավորվել նշանակում է ապծեկաների, դեղորայքների քչացում։ Ես հիմա որ sense քարոզում եմ որոշ ապծեկայտերեր կասեն, ես մեր գործին խփում ես։ Լիքը ինքը հիվանդացնում է մարդուն, ստրեսների է ենթարկում, տանջանք ունի իր մեջ երներ, վիրավորվելը եւ կոտրվել, որոշի անցնել, ուղակի անցնել, աղոթքով, խնդրելով, երբ որ մարդը հատկապես շատ է բռնում մի բան, ել չի կարողանում դրանից ազատվի, բաց թող եւ անցի, եւ Տերը քեզ անպայման կարա դրանից ազատի։ Դա երբեմն սենց թվում է աբսուրդ, չես պրծնի դրանից, բայց մարդը կարա դա անցնի, որտեղ Տերը զորացնում է եւ մարդուն անցկացնում է սերեր։